Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-53321 եւ հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ իրավապաշտպան Այսեր Իսայանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի պատրոնում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Իսայան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Անկեղծ ասած, որոշակի հարցեր ունեի պատրաստած ձեզ համար, որպես իրավապաշտպանի, հատկապես մեր տարածքների հետ կապված 44-օրյա պատերազմի մի խոսքով մեր երկու նախկին հանրապետության Հայաստանի Հանրապետության նախագահների հարցազրույցներից, բայց հաղորդումս դրանով չեմ սկսի։ Հաղորդումս կսկսեմ հետևյալով։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ սահմանին զինվոր չի զոհվում։ Բոլորս էլ դա համարում ենք մեծագույն ձեռքբերում, մեծագույն հաջողություն։ Բայց դրա փոխարեն ինչ է տեղանում քաղաքացիական կյանքում։ Սպանվում են փոքրիկներ, վթարներից զոհվում են մարդիկ։ Սպանություններ են կատարվում օրը ցերեկով, դանակահարություններ եւ հենց ամենաթարմ դեպքը 3 նոյեմբերի 10-ին դանակահարության դեպք է արձանագրվել Կոթայքի մարզի Աբովյան քաղաքում, ընդ որում 2 երիտասարդների մասին է խոսքը, որոնց հիվանդանոց են տեղափոխել եւ 24-ամյա երիտասարդի կյանքը փրկել հնարավոր չի եղել։ Ընդ որում դեպքը տեղի ունեցել Բանուկ հատվածում Աբովյան քաղաքի կանգառում ժամը 17:00-ի սահմաններում։ Հիմա ես ուզում եմ որպես իրավապաշտպան ձեզ այդ հարցը ուղղեմ եւ որպես քաղաքացի նաեւ հանրապետության վարչապետին։ Զինվոր չի զոհվում, դա մեծագույն հաջողություն է եւ բոլորս դրա համար ասում ենք շնորհակալություն։ Իսկ ինչպես ենք անում, որ այս սպանությունները նաեւ քաղաքացիական կյանքում չլինեն, այս էլ մենք փոքրիկ երեկվա դեպքն եմ ես արձանագրում, մենք դրան էլ կանդրադառնանք հիմա ընտրությունների համար թեժ պայքար է նաեւ Աղաշապատ համայնքում, ընդ որում մեկ ամիս առաջ էլ մենք տեսանք Փարաքար համայնքում ինչպիսի սպանություն տեղ ունեցավ։ Որն է պարոն Իսայան, միշտ դուք ոստիկանությանը մեծ տեղ եք տալիս, միշտ նրանց դրական աշխատանքների մասին այստեղ շատ եք խոսում։ Լավ, հիմա էլ ոստիկանությունից անցնում են գվարդիայի, չէ՞, այդպիսի բան կա նոյեմբերի 1-ից։ Ուր են մեր գվարդիականները, ուր է մեր ոստիկանությունը, ուր են այն մարդիկ, որ պետք է աշխատեն այդ երիտասարդների հետ, ուր են այն մարդիկ, ովքեր պետք է կանխեն այդ սպանությունները։ Հարգելի Տիկին Պետրոսյան, նախ շնորհակալություն հրավերի համար։ Անկեղծ ասած ձեր հարցաշարը այնքան հետաքրքիր էր եւ sense բազմաբովանդակ, սահմանից քաղաք, հետո քաղաքական սպանություններ կամ ինչ որ վեճեր եւ այլն։ Հիմա եկեք եւ բերեք ես փոքրիկների սպանությանը մահվանը։ Ես արձանագրում եմ փաստը, որը կա, դուք մի խոսեք դրա մասին, բայց մենք ունենք չէ նման դեպք։ Շատ ցավոտ է եւ ինձ համար նույնիսկ վերջի փոքրիկի սպանությանը չբացահայտված է, երկուսն են Տիգրանին, ինձ համար չբացահայտված սպանություն է, որքան էլ որ հայրը ընդունի, որ ինքն է կատարել դա եւ եթե մենք խոսում ենք հոգեկան հիվանդ շեղում ունեցողոր մասին, այստեղ են հեքիաթները, որոնք գրում են դեռ ժամանակը ցույց կտա, դրան մենք հետո հեքիաթները, որոնք գրում են, որ հայրը հոգեկան հիվանդ հայրը նույնիսկ գիտակցել է, որ ինքը կենսաբանական հայրը չէ։ Չէ, նախ գիտակցել է, որ ինքը կենսաբանական հայրը չէ, հետո սպանելուց հետո տարբեր տեղեր, տարբեր ժամանակներ տեղափոխել է, սա անհետեթություն է։ Մի ամբողջ 500 հոգանոց ոստիկանական եւ փրկարարական ջոկատների։ Անհետեթություն է, այո, եւ գիտակցելով, որ տվյալ ժամանակ աշխատում են նաեւ դրոնները, ամբողջ տարածքը վերահսկվում է, ինքը հասցրել է մի քանի տեղ բերեք, ես հեքիաթը թողենք հեքիաթ ասածների, հեքիաթ գրողների եւ հավատով կարդացողների համար, ես հիմա կանդրադառնամ երկրորդ հարցին, որը առավել քան կարեւոր է, բանակում զինվոր չի զոհվում, սահմանում զինվոր չի զոհվում, շնորհակալ եմ Աստծուց, որ զինվոր չի զոհվում, բայց շնորհակալ չեմ Նիկոլ Փաշինյանից, Սուրեն Պապիկյանից եւ մնացածից, որովհետեւ շատ ճիշտ հղում կատարեց հանրապետության երկրորդ նախագահ, որ ասեց, իսկ ինչի պետքա զոհվի, ինչ ուզում ես տալիս է։ Լավ, երկրորդ նախագահի ժամանակ չէ, եկեք ուրիշ կրակելու պահներ, ասում ես չեն կրակում, որտեղ ինչ ուզում են տալու, որովհետև այո, ինչ ուզում են տալիս են։ Այսինքն սա Նիկոլ Փաշինյանի ձեռքբերումը չէ։ Ոչ, կա եզդիական մի շատ հետաքրքիր, հա, այս ձևի փոքր պատմվածք, նախկինում երբ որ քարավաններով են տեղափոխում բեռները, տվյալ ժամանակ էլ եղել են թալանչիներ, ասում են ղաչաղներ,
որ մեծ քարավանը գալիս է անցնելու, այս ավազակները հարձակում են քարավանի վրա եւ բռնում են ամբողջական քարավանը թալանում, հիմա այս ղաչաղների պետը եզդերեն հանձնարարում է, երամայում ասում է, բանին թալանը տարեք, ասում է մնացածին կոտորեք։ Այս եզդին բավականին իմաստուն մարդալն է, ասում է մի րոպե, վերջի խոսքի իրավունք ունեմ, ասում է եղբայր, ուշ եմ եկել, թե քիչ եմ բերել։ Ժամանակին եկել եմ, քո սպասվածից ավելի շատ թալան եմ քո համար բերել, էլ մեզ քեզ սպանում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը Ալիևի սպասվածից շատ տալիս է, Եգիպտի կրակեմ, որ կասեք։ Սա բանակի հետ կապված։ Էնպես որ րոպեին որ լինի ընդդիմություն, հա, այս ընդդիմանալու նաև մի փորձ, որ ասում է Սևանել Գյոքչայ, ասում է հա։ Նույնիսկ հիմա ուզում են հայոց պատմությունը, գործող իշխանությունը Նիկոլի գլխավորությամբ փոխեն, ասում է եղել է ժամանակ, որ այս լավ հիմարություններին թարգ տվեք էլի։ Հիմա ոնց որ ստացվում է, որ մի քանի տարի հետո մենք եզդիներս Երևան քաղաքին ասում ենք Ռավան։ Երևան չի, չգիտեմ ինչի մենք ասում ենք, եթե ասում ենք գնանք Երևան, ասում ենք հերնա Ռավան է։ Հիմա X ժամանակահատված հետո ասենք Երևանը եզդիական քաղաք է, որովհետև նա եզդիական անվանում ունի, արա դեբիլ եք։ Վերցրեք նայեք ձեր պատմությունը, երբ որ գոյություն է ունեցել, վերցրեք սեպագիր արձանագրությունները Սարյան, իրենք այդքան է չգիտեն, իրենք շատ լավ գիտեն, նույն այդ ցեղախմբի մասին, որ խոսում եք, այդ պատմությունը իրենք շատ լավ գիտեն։ Ցեղախմբի հովանավորները գիտեն, ողջ Եվրոպան գիտի, Ամերիկան գիտի, աշխարհը գիտի եւ լռում է։ Հիմա տեսեք, դարձյալ էսպիսի խոսք։ Ուրեմն նոյեմբերի 9-ին այդ խայտառակ օրը 20 թվականի կնքվեց Եռակողմ պայմանագիր, որ ուներ դրույթներ, կետեր, հիմա տեսեք, այդ կետերը պաշտպանվում էին, պահպանվում էին մինչև այն րոպեն, երբ Պրագայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը։ Այսինքն դուք եք հակված, որ ամեն ինչը պետք է Նիկոլ Փաշինյանի ուսերին դնել այս։ Հիմա եթե տանտերը ես մի անգամ ձեր հարթակից հայտարարել եմ, եթե տանտերը թուլամորթ է, տունը սկսում է ղեկավարել։ Լաչարտինը կամ մանեկող հարսը։ Եթե տանտերը թուլամորթ է, սկսում են ղեկավարել եւ թելադրել հարևաններ, այսինքն շատ հարևաններ իրանց իմաստունի տեղ են դնում, իրիկունը գալի նստում են մի բան էլ սկսում են տանտիրոջն ասել, այս ինչ բանը, հիշում եմ մուլտիկներ թե ֆիլմը, ասում են բոլորի տանիքը որ կաթա ամոթ չի, Փանոսի տանիքը որ կաթա ամոթ է։ Հիմա այս մարդու տանիքը որ կաթում է, դա մենք բոլորս գիտենք։ Հիմա արի ու տես, որ բոլորը եկել իրանց կողմից առաջարկված զոնցիկները ուզում են պահեն Փանոսի տանիքի վրա, ու ինքը սիրով դա ընդունում է, գոնեն մեկն ասում էր, այդ մուլտիկի հեքիաթի Փանոսն ասում էր, որ ձերն էլ ա կաթում, բայց այս Փանոսը չի ասում, որ ձերն էլ ա կաթում, ասում է տանք տարածքը, հատուկ նշանակության ճանապարհ է, Հայաստանը տարածաշրջանի հետ կապող Տիգրանաշեն է։ Արցվաշենի մասին է խոսքը։ Ոչ, ես խոսում եմ Արարատի տարածաշրջանի։ Դա տանք Արցվաշենի դիմաց բազմաթիվ անգամներ Արցվաշենի հարցը քննարկվել է։ Արցվաշենում տարածքը պահելու, այո, բավականին մեծ տարածք է, ինչի համար չպայմանավորվեցին այս վերջի տարածքները նոյեմբերյանի տարածաշրջանի ոսկեպար, որը ասկիփար, մեռնեք դուք ձեր թուրքական ջարդված լեզվով, ասկիփարն չգիտեմ ինչը տվեցինք, կար գտնում էր, ասեիք ընկերներ, բանակցում ենք այն հայկական տարածաշրջանը, քանի որ քարտեզի մասին է խոսքը, որը եթե արվում է, դա մնաց այնտեղ հայտարարեցներ, ինչի համար արեցին այս ամեն ինչը։ Դուք շեղվեցինք մի փոքր, Նիկոլ Փաշինյանը եթե չհայտարարեր, որ Արցախը Ադրբեջանի մաս է, ինչ է լինելու։ Ինչ է լինելու։ Շարունակելու է ռուսական խաղաղապահ զորքերը, որին Նիկոլ Փաշինյանն էր բերել Հայաստան, հրավիրել, այսինքն եռակողմ պայմանագրի շրջանակներում, շարունակելու էին մնալ եւ այդ բաներն էլ իրանց են խումներ, որ իրանց, չգիտեմ, էլ բնության սիրահարներ, չգիտեմ, էկոլոգիայի պահապաններ չէին գա, տարածքը չէին փակի։ Այսինքն մենք ենք մեղավոր։ Հայաստանն է հրահրել այդ։ Ամենաառաջի մեղավորը ես եմ, Այսել Իսայանը, որ 18 թվականին ես ինքս մերժել եմ ՀՀԿ-ին։
Այսինքն զղջում եք դրա համար։ Այո, միանշանակ։ Ինչու՞։ Որովհետև գոնե մենք ունենք տվյալ ժամանակ այս ձև հայ այն ժամանակվա բանով ասեմ, մենք ունենք սաշիկ թեկուս 50-50, մենք ունենք չգիտեմ ով, բայց մենք գլուխներս բարձր էինք մանգալի։ Գլուխներս բարձր էինք պահում, բայց Եվ մենք ունենք հաղթանակներ, եւ մենք տոնում ենք հաղթանակ, եւ մենք Բանի ունենք սա դա շղախ չի եղել։ Դրա ներքևում դրա հատակին դուք ունեցել եք աղքատություն, ունեցել ենք աղքատություն, ունեցել ենք բանակում Հարգելի Պետրոսյան, եկեք մենք մի հատ նայենք, այո, բանակի հետ կապված կար այդքան ընդդիմություն, թե Սերժի, թե Լևոնի, թե Քոչարյանի օրոք, 3 օրոք էլ եղել են բավական լուրջ գործով։ Մենք Տիկին Պետրոսյան, չկրակող զենքեր ասելու հետ կապված բերեք այսպիսի հարց տամ, հա, ռուսը դրան արձագանքել է, քանի որ զենքը տրամադրող է Հայաստանին, եղել է Ռուսաստանի Դաշնությունը, հիմա եկեք այսպես, հայտարարվեց, որ 44 օրյա պատերազմից հետո այն ինչը վնասվել էր եւ մնաց որպես երկաթի մակուլատուրա, միայն 5 միլիարդ դոլարի զենք հանձնվեց Ադրբեջանին որպես ավար։ Դե Արցախի ամենաշատ մի րոպե, ներողություն, ես ավարտեմ, հա միտքս։ Հանձնվեց 5 միլիարդից ավել զենք 23 թվականի վերջնական Արցախը հանձնելու ժամանակ 1.5 միլիարդի զենք չհաշված վնասվածը դարձյալ հանձնվեց այս անգամ արդեն խաղաղապահներին, ռուսական կողմին, ոչ թե Ադրբեջանին։ Մենք հաշվեցինք, սա եղավ մոտ 6.5 միլիարդի զենք, որի մասին օֆիցիալ հայտարարվեց, եւ դրան ավելացած մոտավորապես մի 6.5 միլիարդի զենք, որը որ դարձավ մակուլատուրա։ Հիմա հարց Որտեղից այդ զենքը։ Եթե չկրակող զենք էր, եթե այդքան արկեր էին, եթե այդքան ամեն ինչ էին, դրանով ուղղակի ծածկվեց Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված այն սուերի գնման, բայց դրանց սնարյադները չբերելու։ Այսինքն ունենք, որը ուղղակի չուներ սնարյադ եւ Գիտեր արդյոք Նիկոլ Փաշինյանը, որ լինելու է պատերազմ, այո գիտեր, զեկուցում էին արդյոք իրեն, այո զեկուցում էին, իդեպ Նիկոլ Փաշինյանը ինքն է ընդունել, որ Օնիկ Գասպարյանը 20 թվականի օգոստոսի 1-ին անտանկության խորհրդի նիստի ժամանակ զեկուցել է։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ընդունեց իր կողմից կատարված, հա բանի Ազգային ժողովի դահլիճում, երբ որ Արծիկ Մինասյանը հարցրեց, իսկ դուք սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի հանձնաժողովի հետ ունեցած ստել եք, ասել, այո, ստել եմ։ Այսինքն հիմա տեսեք, բացահայտ ստախոսությունը ընդունող անձը, նա չի ասում վրիպել եմ, նա չի ասում պատահական եղավ կամ չգիտեմ ինչ շիշին, ասում այո, ստել եմ։ Հիմա մենք այս պահին խոսում ենք ստախոսի մասին, որը ստերով կերակրելով Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությանը ստեց, որ 2 ամիս հետո ընտրությունը 21 թվականին մենք թող կրենք, մեզ գերիները կներեն, 2 ամիս հետո հետ կգան, 2 ամիսը դարձավ արդեն 4 տարի։ Դա համարում եք ստախոսություն, թե հանգամանքներն են փոխվում, որի դեպքում իշխանությունները չեն կարողանում կատարել իրենց խոստումները։ Մարի, եկեք այսպիսի մի բան հիմա ձեր հարցին հարցով պատասխանեմ։ Արդյոք քանի անգամ է Նիկոլ Փաշինյանը առաջարկել, որի հետ կապված բարձրաձայն հայտարարել է եւ հիմնավորել է, որ ինքը ադրբեջանական կողմի հետ, թեկուզ միջնորդ պետությունների միջոցով, թեկուզ Ամերիկայի Միացյալ Նահանգներում օգոստոսի 8-ին ստորագրվել փաստաթղթի շրջանակներում խնդրել հայ ռազմագերիների քաղաքական նպատակով Ադրբեջանում պահվողների, ինչ եմ ասում քաղաքական նպատակները, որովհետև ես գրեթե համոզված եմ, որ եթե Արցախի հանրապետության նախագահները եւ պաշտոնատար անձինք հետ վերադառնան Հայաստան, բավականին շատ բան ունեն ասելու բոլոր ժամանակների հետ կապված Նիկոլ Փաշինյանին։ Դրա համար իրանց ձեռը տալի, նրանք այնտեղ մնան ու իրանց մասին բայց չէ՞ որ իշխանությունները դրա մասով աշխատանքներ կատարում են, նրանք չեն հերքում, որ պարզապես դուք չեք տեսնում, ասում են մենք այնպես ենք անում այդ աշխատանքները, որպեսզի չվնասենք այդ գործընթացներին։ Չեք վստահում։ Ես առհասարակ իրանց ոչ մի կետով, ոչ մի ձևով չեմ վստահում, որովհետև այն վստահությունը, որի մասին Ում եք վստահում այդ դեպքում, ասում եք զղջում եմ, որ հանրապետական կուսակցությանը մերժել են։ Ես հանրապետական կուսակցության շարքերում ունեմ ընկերներ, 18 թվականին, երբ որ իրանց մերժել եմ, իրանց էլ ասել եմ, լավ եմ արել, մերժել եմ, որովհետև ձեր կողմից վարվող քաղաքականությունը ծնեց Նիկոլ Փաշինյան։
Այս պահին ես դարձյալ ասում եմ, չպետք է մերժվեր ՀՀԿ-ն, չպետք է ոչ ասվեր այն ժամանակ, այլ հակառակը կար գոյություն ուներ մեխանիզմներ, ինչպես գոյություն ուներ մեխանիզմը, որ 20 թվականից հետո, երբ ներողություն 10 թվականից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ես սկսում եմ իմ զրոյական կետից, այսինքն նա ժողովրդին ասեց, որ ես ամեն ինչին 100%-ով տիրապետում եմ, սկսում եմ իմ զրոյական կետից, Արցախում հայտարարեց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, բոլոր ատյաներում սկսեց հոխոր տալ, դեպքը, որը տեղի ունեցավ նոյեմբերյանի տարածաշրջանում, ներողություն, նոյեմբերյան Իջևան այդ հատվածի Ղազախի տարածաշրջանում, երբ ադրբեջանական մեքենաներ եկան եւ բան եղավ, ինքը նոր Սարդարապատ, նոր հաղթանակներ բաներ, հետո նապաստակը վազք տվեց։ Ինչի համար։ Նա կարող է ընդհանրապես ժողովրդի ներկայացնել այն, որ ասում է ժողովուրդ ջան, երբ պետք կլինի կհրավիրեմ հանրապետության հրապարակ։ Ես ինքս կգնայի հանրապետության հրապարակ, եթե Նիկոլ Փաշինյանը խոսքը տաներ Արցախի հանրապետությանը կից տարածքների, այն որը որ պայմանագրերով պետք է հետ վերադարձվեր, իսկ երկու շրջանները, խոսքը վերաբերում է Խարվաճարի եւ Լաչինի տարածաշրջանին, որոնք պետք է մնային որպես նեյտրալ գոտի։ Ժողովրդին երբ ասեց, ժողովուրդը ասեց ոչ։ Թե բոլորը սիրում էին սգային, մայրերը ուզում էին որդեր կորուսել լինեին, կանայք ուզում էին որդբե վայրի լինեին, ամբողջ Հայաստանը որդերով լցեին։ Ինչի մասն ենք մենք խոսում, կասեք։ Հիմա եթե փաստորեն Սուտը կերակրելու արդյունքում Տիկին Պետրոսյան, ես ներողություն եմ խնդրում ուղղակի բոլոր որդեկորուս մայրերից, բոլոր ծնողներից, բայց ես ուզում եմ մի հատ ուղղակի անդրադառնամ։ Եկեք դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է իրավապաշտպան Այսեր Իսայանը։ Պարոն Իսայան, հիմա այս ամբողջ աղմուկ, այս ամեն բոլոր թեմաների մենք սկսում ենք նորից անդրադառնալ, հաշվի առնելով, որ 5-րդ տարելիցն է նոյեմբերի 9-ի այդ չարաբաստիկ պատերազմի 44-օրյա, ակտիվացել է թե ադրբեջանական կողմը, իր արևմտյան Ադրբեջանով, իր հաղթանակներով, տեսանք, որ շքերթը եղավ Բաքվում եւ Էրդողանն ու Ալիևը իրենց սիրո մասին են խոսում եւ իրենց հաղթանակների եւ ընդ որում Էրդողանը շեշտեց, որ Արցախի ազատագրումը դա ամբողջ թուրքական աշխարհի հաղթանակն է։ Ինչ է կատարվում այն կողմում, ինչ է կատարվում մեզ մոտ։ Մեզ մոտ նախկին նախագահները հանդես են գալիս հարցազրույցներով եւ որն է դրա հիմնական ուղերձը, եւ հիմա այդ հարցազրույցներից ելնելով մենք հարցերը փորձում վեր բարձրացնել եւ հասկանալ որտեղ ենք սխալվել եւ ինչ դասեր պետք է քաղենք։ Բայց ըստ ձեզ ամեն ինչի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, չէր լինի պատերազմ, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, բանակցային գործընթացը այլ ուղղությամբ կգնար, եթե լինեին նախկին իշխանության ներկայացուցիչները, նույն Սերժ Սարգսյանը, որին դուք ասում եք մերժել եք եւ դրա համար զղջում եք, մենք չէինք ունենա 44 օրյա պատերազմը։ Հիմա տեսեք, հարգելի Տիկին Պետրոսյան, եւ կմնար Արցախը ամենակարևորը։ Բանակցությունները սկսում ես քո զրոյական կետից եւ մերժում ես բոլորի կողմից, գրեթե բոլորի կողմից մեկնված ձեռքերը, գալիս է մի պահ, երբ որ դու մենակ ես։ Իսկ մենակությունը եւ փնտրում ես քեզ այլ տանիքներ, Փաշինյանը ում ձեռքն է, որ չի սեղմել, մերժել է։ Հիմա եթե ես ասեմ, դուք ասելու եք, որ ես դարձյալ հղում եմ անում երկրորդ նախագահի կամ երրորդ նախագահի կամ ընդդիմադիրների, բայց հավատացեք, ես ինքս ունեմ իմ վերլուծությունները եւ հենց Նոյան տապանի հարթակում ես կատարել եմ բազմաթիվ վերլուծություններ, որոնց արձագանքը եղել է, սակայն որոնց հետ կապված ոչ մի տիպի հերքում չի եղել։ Հիմա այն ամեն ինչը, այն նվաստացուցիչ հայտարարությունները, որ հնչում են թուրքական պետությունների կողմից, թուրքալեզու պետությունների, հա, դրան ավելացրած նաև Պակիստանը, որոնք ձևավորել են եղբայրական ինչ-որ, հա, այսև։ Ընդ որում Պակիստանի վարչապետն էլ էր, չէ, այդ շքերթերի։ Հիմա տեսեք, հավատացեք, անկեղծ եմ ասում, եթե վարվեր ճիշտ քաղաքականություն, եթե ամբողջական իշխանությունը քաղաքական գործընթացը վարողները, ազգային ժողովը, եթե չլծվեր նախկին լրագրողներով մեծամասամբ, պաշտոնավարումները եթե չլիներ նախկին լրագրողների, գոնե չէ, ներողություն, ես բերեք վերջացնեմ նոր հետո, ուրեմն նույնիսկ գիտակից, գաղափարապես հասու, իրենց կյանքի շկոլան գոնե անցած կար լրագրողական խումբ, նրանցից նույնիսկ խորհուրդ չէին վերցնում, այսինքն մեծամտությունը, թեկուզ եւ են նոր ձևավորվող լրագրողների եւ կյանքի դպրոց անցած լրագրողների խորհրդատվության կարիքը ճիշտ վարվելու, նույնիսկ դա բացակայել։ Հիմա ես ուզում եմ ձեզ հարցնեմ, հարգելի Տիկին Պետրոսյան, երբևէ որևէ լրագրող, ով մուտք է գործել իշխանություն կամ ազգային ժողով, հենց ձեր Նոյան տապանի թիմից երբևէ ինչ-որ մի խորհուրդ հարցրած կա, այս վերջի 6-8 տարիների, 7 եւ ավել տարիների նկատի ունեք, որ գիտելիք չունեցողները, փորձի պակասի, ես լրագրողներ իմ եղբայրներն են, իմ բարեկամներն են, բոլորին շատ սիրում հարգում եմ, բայց եթե իմ տան մեջ կա մեծամտություն, բայց Նիկոլ Փաշինյանը մեծամտություն չէ, ինքը խոստացա, որ մնացել է նույն դասարանում, դա մեծամտություն է։ Մարդը ընդունեց, չէ, որ
Համարդ ընդունեց, որ դիպլոմ չի ունեցել, որովհետև վարչապետ դառնալուց հետո իրեն դիպլոմ ուղղակի հրամցրեցին։ Դե եթե կրթության անդառնանք վերջում հասկացան եւ հասկացրեցին հասարակությանը, որ մեր կրթության որը ակնկած է նրա համար, որտեղ մենք լավ դպրոցներ չենք ունեցել։ Այս պահին քայքայում են հայոց պատմությունը հիմնովին, քայքայում են, որպեսզի վերջնական կործանեն հայ ժողովրդի պատմությունը ամբողջությամբ։ Հիմա եթե ամփոփում ենք իշխանությունը ինչ արեց, մեծամտացավ, չընդունեց խորհուրդներ, չմսեց 30 տարվա այդ։ Այո, քանի անգամ մենք ունեցել։ Ես ճիշտ ասած նայեցի ուշադիր Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի իրար քննադատությունների, այսօր հավաքված էր մոտավորապես 1 րոպեանոց, ռեկլամի գովազդի կարգով, բայց հակագովազդ էր ավելի շուտ, ում կողմից էր որ արված էր։ Հիմա տեսեք, Լևոն Տեր-Պետրոսյանը անհետեցություն է համարում, որ Նիկոլ Փաշինյանը իր հոգեզավակն է քաղաքական կամ ինքը հանդիսանում է նրա կնքահայրը։ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում է վախկոտի, չգիտեմ, անգործունյայի եւ ինչի մեջ։ Հետագայում Լևոնը Նիկոլին գովում է, ինքը իրան գցում է, հետո ինքը գրան գովում է։ Այս ամեն ինչը որ տեղի է ունեցել դրանց մեջ, ժողովրդի մեծ մասի մոտ առաջացրել է թեկուզ երկուսի հանդեպ հիասթափություն։ Դուք ասում եք նախկիններին մերժել։ Այո, նախկինների ժամանակ ես ուղղակի ուզում եմ անկեղծ ասած անդրադառնալ միջև Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման, պաշտոնը ստանձնելու պահը։ Շրջեք եզդիա բնակ, եզդիներով ավելի խիտ բնակեցված գյուղերում եւ դուք կտեսնեք, որ կան գյուղեր, որտեղ ընդամենը 70 ընտանիքից մնացել են 3-ը։ Բայց նրանց հետ միասին հարյուրավոր հայկական ընտանիքներ են, դատարկ դռները փակ բոլոր արտագնա աշխատանքների։ Սա եղել է գրեթե միջև Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ստանձնումը, որովհետև ազգային փոքրամասնությունների արժեհամակարգի իսկական ձևավորումը եւ իրենց իսկական գնահատվածությունը սկսել է 2000-2001 թվականներից։ Հավատացեք։ Լավին լավ ենք ասում։ Ես անկեղծ հիմա մեկ անգամ եմ ընդամենը հանդիպել Ռոբերտ Քոչարյանին, ընդամենը մեկ անգամ ունեցել ենք փողոցում զրույց, շատ կարճ, բայց ես այդ տվյալ անձին ասում եմ շնորհակալություն։ Դեմ է արդյոք այսօր Իսանը Քոչարյանի որպես նախագահ վերընտրվելուն, այս պահի դրությամբ այո։ Չասեն էլի, այսերը Քոչարյանական է, ոչ, այսերը հայաստանական է, այսերը ժողովրդական է։ Իսկ Սերժ Սարգսյանի վերընտրվելուն դարձյալ ոչ, որտեղ նրանց վարած քաղաքականության արդյունքում ծնվեց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը եւ ծնվեց ունեցանք Արցախի կորուստը ու այսօր շարունակում ենք ունենալ Հայաստանի տարածքների։ Այսինքն ներկա գործողների եւ նախկին գործող այս կարկառուն դեմքերը չպետք է լինեն նոր ընտրություններում։ Հայաստանը այնքան փոքր է, որ ուզենք թե չուզենք, քաղաքական, այո, քաղաքական որոշ գործիչներ անպայման ինչ որ կերպով կապ են ունենալու թե Սերժի, թե Քոչարյանի, թե Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, այս թիմերի հետ պարտադիր կերպով ունենալու են որոշակի փոխկապակցվածություն եւ ուզենք թե չուզենք դա լինելու է պիտակավորում, հետո ասելու են իսկ եթե իրենք ուզեն, այդ դեպքում մենք չենք։ Իսկ իրենք ուզեն, այդ քաղաքական կամքը կլինի։ Այս պայդրությամբ կդժվարանամ ասել, նրանք կուզեն թե չեն ուզի, բայց ամեն դեպքում կա փոխկապակցվածություն եւ այս պահին ասել, գիտեք ինչ կա, թո հետ գա Քոչարյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Սերժ Սարգսյանը, ես դա չեմ ասի, բայց որ պիտի հեռանա Նիկոլ Փաշինյանը, ես դա կասեմ։ Հիմա եթե ամփոփենք սպանություններ, պատերազմ, պարտություն ես չեմ ասում, որտեղ մեր տղաները մեզ պարտություն չեն թողել։ Այս ամենը եթե ես ասում եմ զինվորներին դավաճանելու գործընթաց։ Հիմա եթե այս ամեն ինչը ամփոփենք, մեղավորությունը որտեղ է, անպատժելիությունը, որ մարդիկ ամեն դեպքում պատասխան չտվեցին իրենց արածների համար։ Հարգելի Տիկին Պետրոսյան, տեսեք, ես ընդամենը մի հատ փոքր դուրսգրում եմ կատարել։ Նիկոլ Փաշինյանը իր բոլոր կատարած հայտարարությունների համար, հիմա ես անդրադառնում եմ Նիկոլ Փաշինյանին, գուցե նաև Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, նաև այսօր Իսայանը։ Իր կատարած հայտարարությունների համար, երբ որ մնում է անպատիժ, ձևավորվում է նրա անպատժելիության մթնոլորտը, նա սկսում է կատարել ամեն ինչ։ Հիմա տեսեք, մենք ունենք բազմաթիվ ընտանիքներ, երբ որ լսում ենք, որ երեխուն տոկը խփեց, փառկասու չմեռավ։
Ինչի համար, որովհետև երեխան ամեն ինչ անում է եւ չի պատժվում։ Ընտանիքը հետ ուրախանում է, մի հատ հոպարնա ուրախանը, մի հատ չգիտեմ ինչը ջարդեց ասում են, բան չկա թազենք առնենք։ Հետո վերջում լսում ենք, որ այդ երեխան ձեռը կողեց ռազետկեն։ Այսինքն այդ տուփը որ կա, որը բաց է, ու տոկը խփեց երեխուն։ Այս պահին Հայաստանի Հանրապետության իշխանությունները Հայաստանի ժողովրդի հետ կապված արդեն եկել են այն պահին, որ ձեռքները կողմում են ռազետկեն։ Դա ապացուցվեց Գյումրիում, դա ապացուցվեց Փարաքեր խոշորացվածում, որ նրանք ձեռքները ռազետկեն կողելու հետ կապված երկու տեղն էլ խայտարակ պարտություն կրեցին, որտեղ ժողովուրդը թաթիկին խփեց ու ասեց դզա։ Դրանից հետո ինչ տեղի ունեցավ։ Ձերբակալից կալանավորեցին Վարդան Ղուկասյանին Գյումրիում եւ շատ եմ ցավում, որ այս պահին չկա Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարը։ Այս ամենը տանում եք վաղաշաբաթի Միանշանակ այո, ինչա տեղի Թեժ պայքարը այնտեղ լինելու։ Գիտեք, ես կարծում եմ, որ ժողովուրդը նաեւ վաղաշաբաթում չի թույլատրելու ԿՊ-ի վերարտադրությունը։ Վաղարշապատում ԿՊ-ն հավաքելու է երկրորդ Գյումրի թույլ չենք տալու։ ԿՊ-ն մաքսիմում հավաքելու է վաղարշապատում 35%-ից նվազ ցուցանիշ։ Իսկ ինչով է դա պայմանավորված։ Նրանք կատարեցին, քայլձիով։ Խոյ համայնքը խոշորացված միացրեցին Էջմիածնին, որպիսի խոյեցիները ովքեր արեցին քայլձիով նկատի ունեք ոչ ԿՊ-ն։ Այսինքն նա տեսա, որ Գյումրիում պարտվեց, Փարաքերում պարտվեց, դրա համար պարտությունը չթույլ է, բայց իդեպ նաև խոյ խոշորացվածը միացած վաղարշապատին, նրանք չեն գերազանցելու 35%-ի շեմը։ Չեն գերազանցելու։ Որտեղից է այդ վստահությունը։ Որովհետև ժողովրդի հետ ես շփվում եմ։ Եթե կհիշեք, ես նույն արտահայտությունը, նույն հայտարարությունը ես կատարել եմ թե Գյումրիի եւ թե Փարաքերի հետ կապված։ Ես ասել եմ, որ ժողովուրդը չի թույլատրելու։ Հիմա տեսեք, հարգելի Տիկին Պետրոսյան, ուզում եմ երկու զուգահեռ տանել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արցախը Հայաստանը եւ վերջ, դրանից հետո ասեց դա իմ հայրենասիրության ճիճն էր, պորթկումը, որը ես չկարողացա պահել եւ որը բերեց Արցախի կործանմանը։ Այո, ներողություն ժողովուրդ ջան, որ ես sense անհետ այդ հայտարարություն արեցի ու Արցախը տերը տվեցինք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ոչ է ասում առաքելական եկեղեցու որոշ հայրերի, չասեմ ողջ եկեղեցին թողենք, որովհետև մեկ-մեկ ինքը գնում է տարբեր տեղեր, մոմավառության, չգիտեմ այնտեղ պատարակի բանի։ Հիմա երբ որ որոշ ժամանակ հետո մենք տեսնենք քայքայվող եւ կործանվող հայ առաքելական եկեղեցի, որի Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը դրել են որպես ծիծաղի առարկա ամբողջ աշխարհում, ես ներողություն եմ խնդրում առաքելական եկեղեցից, որովհետեւ ես ինքս բազմաթիվ անգամներ, գրեթե հարյուրավոր անգամներ մտել եմ եկեղեցի, թե Հայաստանում եւ թե Հայաստանից դուրս, եւ մոմ եմ վառել, եւ աղոթել եմ, դա վայր է, որտեղ դու պետք է միայն աղոթես եւ չխառնվես տեղի ներքին կարգոկանոնին ու գործերին։ Հիմա տեսեք, որոշ ժամանակ հետո առաջ վարչապետը գնաց ներքին այդ կանոնների խառնվեց, առիթը չհանդիսացավ։ Եթե հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայրենապաշտպան գործունեությամբ, ընդամենը, որ ինքը համարում եք, որ Տիկին Պետրոսյան, բերեք հետ նայենք, էլի 18 թվական, Գևորգ 5-րդ կաթողիկոսը ուղղակի ձևավորեց հայ վանականների, սրբազանների, չգիտեմ եկեղեցականների կողմից։ Նա գերադասեց մեռնել Էջմիածնում, քան թե ապրել հայրենիքից հեռու։ Նման զուգահեռներ անում են նաև իշխանությունը եւ ցույց է տալիս իբր որ այս կաթողիկոսը չգիտեմ երբ սպանեց եկեղեցին։ Ոչինչ չարեց պատերազմի ժամանակ, ոչինչ չարեց մնացած ժամանակ։ Եկեք վերցնենք նայենք։ Լավ, եկեք հիմա ձեր այս ասածը որն է, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր տեղերում եկեղեցուն կտեսնի կործանված, կասի ժողովուրդ ջան, ես ներողություն եմ խնդրում, ուղղակի ես որպես չափից ավելի շատ նախանձախնդիր քրիստոնյա ուզում եմ որ լավը լիներ։ Այդ դեպքում ինչպես է Նիկոլ Փաշինյանին հաջողվում այդ քայքայիչ գործողությունները կատարել։ Այդ դեպքում որտեղ է այն հանրության հատվածը, որը պետք է նրան թույլ չտա։
ծրագրեր մշակում են ոչ Հայաստանի Հանրապետության տարածքում եւ ներմուծում են Հայաստանի Հանրապետություն։ Իսկ ինչու այստեղ նույն այդ ժողովուրդը ամբողջությամբ դեպի եկեղեցին չի շրջում եւ նրան պաշտպանում։ Տիկին Պետրոսյան, գուցե չեմ առարկում, եկեղեցին նույնպես ունի թերություններ, բայց եկեղեցին հայ ժողովուրդը Հիմա գալիս ենք սա հասնում նրանով, որ այս ամենում միայն Նիկոլ Փաշինյանը չէ, չէ մեղավոր, սա 30 տարիների նոր ասեցի, չէ, մեղավոր է նաև Այսել Իսայանը, կոնկրետ ես, որպես անձ, որպես քաղաքացի, որպես նվիրյալը Աստծո, որովհետև ես Աստծուն հավատում եմ, ես ընդունում եմ Սուրբ Երրորդությունը, այո, մենք պետք է հավատացյալներս, քրիստոնյաններս, ես որպես ազգությամբ եզդի, իմ ժողովրդին շատ սիրող, ով տեսնում է, որ հայ եկեղեցու պատմության, եկեք նայենք, հազարավոր եզդի ընտանիքներ իրենց մատաղները մորթում են հայ առաքելական եկեղեցուն ենթակա մատուրներում, ովքեր գնում են Սուրբ Հովանես, Սուրբ Դավիթ, Սուրբ Գևորգ, չգիտեմ, Սուրբ Մարիամ Աստվածածին, եւ այդ հազարավոր եզդի ընտանիքների մատաղները, որը որ մորթվում է հայկական եկեղեցու բակում, որտեղ իրանք իրանց այդ մատաղի արյան խաչը կսում են իրանց երեխեքի ճակատներին, նաեւ նրանց նվիրումի հետ կապված, եկեղեցու նվիրումի հետ կապված, մենք ունենք արդեն որոշակի խնդիրներ, թե արդյոք տվյալ եկեղեցին որը որ օծել էր, որ տվյալ մատորը, որը եկել էր Գարեգին երկրորդի կողմից օծված քահանան, եթե տվյալ քահանան, որը որ ծառայում է տվյալ եկեղեցուն, որի հիմքերը, որի հիմնադրումը օծել է Գարեգինը, եթե Գարեգինը մենք հանում ենք արանքի, չեմ ուզում բադ խոսքեր ասել, եթե կաթողիկոսը այդ ամեն իրավունքը չունի, ուրեմն իր կողմից օծված ոչ մի քահանա, առհասարակ, ոչ մի եկեղեցիական, ոչ մի ստատուս չունի, իր կողմից օծված ոչ մի մատուր ստատուս չունի, եւ բնականաբար այդ մատուրներում մատուցված պատարակներն ու մատաղները առ-ոչինչ են։ Դա եք ուզում։ Կհետևենք եկեղեցու հետ կապված իրադարձություններին, բայց ես կարևոր Իսկ ես կանգնած եմ եկեղեցու կողքին։ Ես ձեզ կարևոր հարց ունեմ, քանի որ խոսեցինք բանակցային գործընթացի, իդեպ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցային թղթերը կհրապարակվեն մինչև տարեվերջ։ Ինչու է ընտրել հենց այս ժամանակահատվածը, իսկ հաջորդ հարցս հետևյալն է։ Մարդ, ով պատերազմի տարիներին եղել է Արցախում, մարդ, ով անձնապես շփվել է Արայիկ Հարությունյանի հետ, Արցախի հանրապետության նախագահ, նույնիսկ որքանով ես հիշում եմ, շքանշանել ունեք նրա կողմից։ Ես ոչ, եզդիական ջոկատը եւ հարցս հետեւյալն է երկու նախագահները փաստորեն կանխատեսել են որ պատերազմը պետք է լինի երկու նախագահներն էլ զգացել են որ բանակում իրավիճակը այնպեսին չէ որովհետեւ մենք հաղթենք երկու հանրապետության նախկին նախագահները եղել են Արցախում եւ փորձել են հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ եւ իրավիճակը փոխել որպեսզի մենք չգնանք պարտության Արայիկ Հարությունյանը նրանց չի ընդունել երկուսն էլ խոստանում են այդ մասին Հիմա դուք ինչպես է գնահատում այս իրավիճակը արդյոք հնարավոր չէր գտնել տարբերակներ հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ եւ այդ հարցերը տեղում իրականացնել որպեսզի մենք չունենայինք այսքան զոհեր, այսքան կորուստներ հնարավոր չէր Հարգելի Տիկին Պետրոսյան տեսեք Նախ մենք խոսեցինք մի բանի մասին, որ այս պատերազմը կարելի էր կանխել դեռևս չսկսված, դեռևս 19 թվականից, դեռևս 20 թվականի սկիզբներից երկու նախագահներ։ Այո, կարելի էր չեղարկել, քանի որ ընդամենը դարձյալ ասեցի, որ երբ որ ժողովրդին կներկայացվեր ամբողջական բանակցային գործընթացը, որը որ բերել էր նրան, որ պետք է տարածքները հանձնվեր, ոչ մի ծնող խենթ չէր, որ Ադրբեջանինը պայմանագրերով Հա բանակցային գործընթացի արդյունքում պայմանագրերով համարվող տարածքները պետք է ետ վերադառնար եւ հիմա տեսեք ինչ ձևյա մեկ մեքենա շատ արագ իրականացնում փշալարերի համանազատման գործընթաց մենք տեսնում ենք եւ ռուս-ուկրաինական սահմաններին եւ առհասարակ ամենտեղ աշխարհում շատ բան է Այո շատ արագ ընդհանրապես մեր զորքերը իրենց ամբողջ կարողությամբ իրենց հա իդեպ ասեմ տվյալ ժամանակ նաեւ Սերժ Սարգսյանին առաջարկող այդ 5 միլիարդ դոլարի հետ կապված, իսկ հիմա ասում են չար լեզուները, որ 15 միլիարդ դոլար է տրվել, չեմ տեսել, սուտ չեմ ասի, չար լեզուներն են ասում, կամ բարի խոսացողները։ Հիմա տեսեք, ստանալով այդ ամբողջական գումարը որպես փոխհատուցում, իսկ Ադրբեջանը տվյալ ժամանակ տալիս էր փոխհատուցում, Սերժ Սարգսյանը կարող էր հայտարարել, որ հարգելի ժողովուրդ որպես փոխհատուցում
Բայց ժողովուրդը պատրաստ էր այդ ընդունել։ Այո, կընդուներ, որովհետև ոչ մեկ չէր ուզի իր երեխայի Բայց մահը։ ժամանակ բոլորը ոչ մի թիզական էին Արցախի թեման։ Ոչ, բերեք չհամաձայնվեն, որովհետև կար ժողովրդի մեջ քաղաքականություն այո, ճիշտ քաղաքականություն վարելու արդյունքում մենք չէինք ունենա պատերազմ, մենք չէինք ունենա զոհեր, ամբողջական տարածքը կսահմանազատվեր, մենք չէինք ունենա գերիներ։ 18 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ որ Շիրակի տարածաշրջանի 63-64 այո, 65 հոգանոց ջոկատը մնաց եւ այդպես մնաց։ Այս պայդրությամբ Տիկին Պետրոսյան ընդամենը ճիշտ վարվող քաղաքականության արդյունքում մենք չէինք ունենա պատերազմ։ Մեկ երկրորդ Եղավ պատերազմը հիմա։ Հոկտեմբերի 3-ին, երբ որ առաջի անգամ Նիկոլ Փաշինյանն անընդհատ անդրադառնում ասում է, ես եկա ազգային ժողով, ասեցի չընդունեցին, ոչ։ Նիկոլ Փաշինյանը կարող էր ընդամենը համաձայնվել հրադադարին եւ ազգային ժողովում հայտարարել, ասել, գիտեք ինչ կա, ես ընդունել եմ հրադադարը, մենք գնում ենք այսպիսի գործընթացի, որովհետեւ մեր մոտ կա խնդիր եւ սպառազինության հետ կապված այն բանակը, որին ես 2 տարի կլուբնիկ էի կերակրում ու մի հատ էլ գլուխ էի գովում, կլուբնիկակերությունը վերջանում է։ Լավ, հիմա պատերազմը եղավ եւ երկու նախագահները եղել են Արցախում։ Տիկին Պետրոսյան, այո, Արայիկ Հարությունյանը, որին ես շատ հարգում եմ, որովհետեւ նա նաեւ իմ կողմից արված, մենք իրար հետ բավականին անկեղծացել ենք Արայիկ Հարությունյանը։ Ինչու է մերժել նախագահների աջակցությունը, ինչու չի Նա հանդիպել։ շատ հստակ ասում է, չէ, ասում է Նիկոլը ինձ Թողուտ է Նիկոլը, բայց պատերազմը կկանգներ։ Ինչու Արայիկ Հարությունյանը այդ որոշումը չվերցրեց կամ չնստեց կամ ինչու չունեին հնարավորություն նախկին նախագահները Արցախում։ Գուցե ոչ։ Ինչու։ Կամ չի Որտեղ եղել չունենք թե թույլատվությունը պատերազմի ժամանակ, եթե հարցը վերաբերվում է Եթե բունկերում էր Նիկոլիկինը, հիմա եկեք ընդունենք, թե քանի հոգի կլներ նախագահականում Արցախի։ Այստեղ որ խնդիրն է, անձնազոհության խնդիրն է, կամքի խնդիրն է, թե պարզապես սա պայմանավորվածություն էր, որը ձեռք էր Ես չեմ կարծում, որ դա պայմանավորվածություն էր Արցախը հանձնելու այսքան զոհերի արդյունքում ու Գուցե զոհերը չպետք է լինեին, բայց կար պայմանավորվածությունը։ Կդժվարանամ ասել այս պահին, որովհետև ոչ մի անգամ ոչ Նիկոլ Փաշինյանն է հայտարարությամբ հանդես եկել։ Իսկ այդ բանակցային թղթերը, որ հիմա պետք է հրապարակի։ Տիկին Պետրոսյան, ինչի մասին ենք մենք խոսում։ Որ բանակցային թղթերի մասին է խոսքը, քանի փաստաթղթի մասին է եղել խոսքը, քանի նամակների, քանի թղթերի, քանի պայմանավորվածությունների մասին է եղել խոսքը, որ ժողովուրդը եւ դիմությունը եւ ընդդիմությունը եւ մնացածը բոլորը, հա իրավաբաններ, իրավապաշտպաններ սպասել, որ բանը իշխանական վերնախավը ինչ որ հրապարակումներ անի, որոնք տեղի չեն ունեցել։ Հիմա ինչի է տանում նոր Հիմա իմացած հարցի պատասխանը Արայիկ Հարությունյանը ինչու չընդունեց նախկին նախագահներին։ Գուցե կամքի ուժ չուներ Նիկոլին ընդդիմանալու։ Բայց հայրենիք են կորցնում, Ես ասում եմ, գուցե կամքի ուժ չուներ Նիկոլին ընդդիմանալու, որովհետև եթե այդպես է, հիմա տեսեք, նախկին նախագահները միջոցները Տիկին Պետրոսյան հնարավորություն չեն ունեցել։ Ոչ Նրանք գուցե զրկված են եղել ամեն հնարավորությունից։ Կամ էլ եղել է ներքին պայմանավորվածություն, Աստված բոլորին դատավոր։ Պարոն Իսայան, ինչու եմ այս բոլոր հարցերը ձեզ տալիս։ Հիմա ես ընդամենը մեկ բան ասեմ ու ձեր հարցը։ Հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չհերքեց 5 տարվա ընթացքում Արայիկ Հարությունյանի եւ սպաներից մեկի միջև կամ քաղաքական գործիչներից մի քանիսի հետ ունեցած հեռախոսազրույցը, որ գալասավոյին իրար ուղարկել կամ ձայնագրել էին, որտեղ ասում է, որ Նիկոլը սա չի թողում, Նիկոլը դա չհերքեց, չասեց, որ Արայիկը սուտ ասում են մեկը, չգիտեմ ինչ ասում, սա պրովոկացիա է, սա էն է, չեղավ այդպիսի բան, այսինքն եթե այդպիսի բան չեղավ, դա նշանակում է, որ այո, Արայիկ Հարությունյանը չցանկացավ հանդիպել, նրան թույլատրված չէր, նա գտնում էր հատուկ հսկողության տակ, որպիսի դա տեղի չունենա։ Իսկ Արայիկ Հարությունյանը ընտրություն կատարեց, հա, իր ինքը, թե Գուցե Արայիկ Հարությունյանը ընտրություն կատարեց Նիկոլի խոսքի հզորությունը, թե Ռոբերտն ու Սերժը։ Եվ ընտրության արժեք կանգնելու արդյունքում ինքը ընտրեց Նիկոլի խոսքի հզորությունը, չհանդիպել իրանց հետ եւ վերջ։ Ինչու եմ այս հարցերը։ Իսկ ինչի համար չհանդիպես նրանց հետ եւ վերջ, գուցե Նիկոլ Փաշինյանի եւ
հարևան պետությունների միջև կար պայմանավորվածություն, որ պետք է լիներ, պետք է հանձնվեր, ես հիշում եմ, որ նույնիսկ Շուշի հանձնման մասին խոսակցությունը նոյեմբերի 8-ին Շուշին հանձնելու մասին եղել է նոյեմբերի 1-ից 2-ից Տիկին Պետրոսյան, եկեք մեկ շաբաթ առաջ մենք գիտենք, որ Շուշին հանձնվելու է, ինչ մնում է մնացած Արցախը պահելու գործընթացներին կա սահմանապահ զորքերի առաջին հրամանատար Լևոն Տեր-Պետրոսյան, գեներալ-մայոր, արմատներով Նախիջևանցի, այս պահին Փարկասը ողջ առողջ է։ Լևոն Տեր-Պետրոսյանը ինքն է եկել եւ հայտարարել, որ քանի որ շատ լավ սահմանապահ զորքերի հրամանատարական եւ առհասարակ սպական կազմը շատ լավ տիրապետում է Զանգելանի տարածաշրջանին, Մեղրիից միջև Գամա, այսօր տարածքով ասենք Զանգելանի ավարտը, ամբողջ Պարսկաստանի ափով։ Եվ պատրաստ են գնալ պաշտպանելու կանգնելու։ Միջև պատերազմի ավարտը Լևոն Ստեփանյանին ներողություն եմ խնդրում։ Լևոն Ստեփանյանին միջև վերջի պահը չեմ պատասխանում, գնա սպասեք ասենք։ Այսինքն ինչի մերժեցին Լևոն Ստեփանյանին, Նախիջևանցիներին, սահմանապահներին, հայ սահմանապահներին, հա, պայստազորի, ինչի չթույլատրեցին պաշտպանելու այն հատվածը, որոնց նրանք շատ լավ տիրապետում էին։ Այդ ինչուների համար եմ այս հարցերը ձեզ ուղղում, որտեղ երկու նախագահների հարցազրույցները փաստորեն հասարակության մեջ են շատ հարցեր նորից բարձրացրել եւ արդյոք այս քաղաքական դաշտում չեք տեսնում ինչ որ քաղաքական ուղերձներ այդ հարցազրույցներից։ Նրանք գուցե կարող են միավորվել, նրանք գուցե նոր հայտեր են ներկայացնելու, ինչ կա այս, ինչու հիմա ընտրվեց երկու նախագահներին նկատի ունեք։ Այո, եւ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների արձագանքները բավականին հուժկույ են։ Տիկին Պետրոսյան, բերեք այս պահին քաղաքական ուրիշ այլ միտումներ չկա, թե ուղղակի սա անկեղծություն էր, սա խոստովանություն էր, թե ինքնամաքրում էր։ Գուցե ժողովրդի աչքին մեղայականով հանդես գալու իրենց չկատարած գործերի համար, ես այդպես ավելի շատ կասեմ, գուցե սա ժողովրդից, հա, ներում հայցելու ինչ որ մի տարբերակ էր Նիկոլի, հա, իշխանության գալու հետ կապված իրենց մեղայականը, գուցե, որովհետև 6.5 ժամ անկեղծ ասած ես ամբողջությամբ չեմ լսել Սերժ Սարգսյանին, 6.5 ժամ ֆիզիկապես դա հնարավոր չէր, բայց եկեք այստեղ բայցերը այնքան շատ են։ Կհետևենք ամեն դեպքում այս հարցազրույցները բազում հարցեր են առաջացրել, քննարկումները լսում ենք երկու կողմերի, կարծես թե հիմա էլ պայքար է գնում եւ Նիկոլ Փաշինյանը չի դադարում իր Facebook-յան այդ գրառումները։ Ուզում եմ հարցնել նաեւ որպես հողի հետ շփվող անձնավորություն, դուք ինքներդ մի խոսքով գյուղի տղա եք, այսպես ասեմ, մենք ցորեն ստացանք եւ ռուսական ցորենը եւ ղազախական ցորենը հիմա շատ ուրախացել ենք այդ ինչու եմ այս հարցը ձեզ ուղում արդյոք այդ ցորենը մենք չենք կարող մեր երկրի ներսում ունենալ որ այսպես նույնիսկ հիմա խոսակցություններ կա Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան նույնիսկ գրում է որ Ղազախստանից եկած ցորեն ինչ որ 4-րդ սորտի ցորեն է որը հիմնականում օգտագործվում է կերի արտադրության մեջ մի խոսքով մենք չունենք այդ հնարավորությունը ցորեն մշակելու, որտեղ ցորեն հիմնականում մենք ստանում ենք նաև Արցախից, ցավոք չկա արդեն այդ հնարավորությունը, որ հիմա մի 15 այդպես վագոն եկած ցորենի համար շատ ուրախանում ենք, այսպես վերլուծություններ կա, Պուտինը ինչ որ առաջ ընկավ Ղազախստանից, որպեսզի ցույց տա, որ տարածաշրջանում ինքն է հարցեր որոշողը, մի խոսքով սա ցորենը դարձավ նաև քաղաքական թեմա։ Հարգել Տիկին Մարի, ուրեմն երբ որ նոր էր եղել 91 թվականի սեփական աշնորհման գործընթացը, մի քանի տարի մենք ինքներս նաև ցորեն մշակեցինք։ Ուրեմն ցորեն այն բուսատեսակն է, որի հողը պետք է հարուստ լինի։ Իսկ ցավոք սրտի վերջի 30 եւ ավել տարիների ընթացքում գյուղացին չկարողացավ այն կարգի հարստացնել։ Միայնակ չկարողացավ։ Այո, առանց պետության աջակցության եւ ստանալ այն քաշի, հա, 1 հեկտարի առումով այն տոնաժը, որը որ արդարացված է։ Մեզ մոտ հիմա ցորենի արտադրությունը լինում է հիմնականում արագածոտնի, հիմնականում ավելի շատ արագածոտնի, լոռու, կոնկրետ լոռի ասվածը Ստեփանավանի, Կալինինոյի տարածաշրջանի գյուղերում եւ շատ քիչ Արարատյան դաշտավայրում։ Ինչով է սա պայմանավորված։ Հողի սնանկացումից մեկ,
եւ ռոռոկման ջրի գնի Բարձրացման։ աստղաբաշխական թվերից սկսած սա երկուս ժողովրդին ավելի շատ ձեռնատու է որպեսի ալյուրը գնի որտեղ այսօր շատ տներում հաց չի թխվում այո մեր գյուղում Փարքասում Ալբանցիանում մենք դեռևս ունենք մեր թոնիրը մենք ունենք մեր թոնրի հացը մենք ունենք մեր թխողը եւ ամեն ինչը այսինքն մենք պահպանում ենք իսկ հիմնականում հացը գնվում է իսկ դա պայմանավորված է հողի մեկ այլ տիպի մշակաբույսով մշակելու եւ ավելի շատ արդյունք եկամուտ ստանալու հետ Եթե պետությունը միջամտեր մենք կարող ենք այդ արդյունքը ունենալ այո մենք սեփական մեծ մենք նույնիսկ գյուղնախարարություն չունենք այսքանից հետո Սորեն է գալիս լավ սա արդեն ուրիշ թեմա է Մենք չունենք գյուղնախարարություն, քայքայված է գյուղատնտեսությունը, մենք չունենք սփյուռքի նախարարություն, որովհետև Իսպանիան սփյուռքը մեզ առհասարակ մեզ պետք է գործող իշխանությունների վարած քաղաքականությանը պետք չէ սփյուռքի հետ կապված, քանի կառույց ենք մենք օպտիմալացրել։ Քանի նախարարությունից դարձավ 11-10։ Հիմա որ Սորենի գալն էր ձեզ համար էականը։ Առհասարակ այն Սորենի գալը, որ էժանացնի Հայաստանում հացի գինը, իսկ Հայաստանում հացի գնի գոնե 10 դրամով էժանացման մասին խոսք եղավ Տիկին Պետրոսյան։ Դեռ չկա նման խոսակցություն։ Այդ դեպքում ինչի մասն է խոսքը։ Սորեներ Իսկ ինչու թեման քաղաքականացվեց ռուսական թե ղազախական։ Ինչու միաժամանակ։ Գիտեք, հենց չենք ասում Ալիևը կարծես թե մեզ մի հատ լավություն չէ, այդպես արեց։ Թողեց որ Սորենը հասնի։ Ամեն բան ունի իր քաղաքական ենթատեքստը եւ նպատակը։ Այսինքն ժողովրդին ուզեցին ասեմ, որ տեսեք հարգելի ժողովուրդ, տեսեք վագոններով, տոնաներով մենք կարող ենք բերել, ճիշտ է, գինելի բարձրալնելու, բայց մենք ձեզ ցույց ենք տալի, որ այս ճանապարհով այլընտրանքային ճանապարհ ունենք։ Իսկ այլընտրանքային ճանապարհը ասված է։ Հիմա տեսեք, դիսվառելիքը ներմուծվում է Ռուսաստանից բացի նաև Պարսկաստանից, բայց գինը չի իջնում։ Գազը բերվում է Ռուսաստանից բացի նաև Պարսկաստանից, բայց գինը չի իջնում։ Ռոռոկման ջուրը վերցվում է լումաներով, վաճառվում է 11 դրամ։ Ուրեմն ժողովուրդը ճիշտ է, այստեղ ոչ թե սոցիալական կամ տնտեսական խնդիր լուծվեց, այլ քաղաքական։ Այլ քաղաքական, միանշանակ։ Մեր հաղորդումը մոտենում է ավարտին, մենք ունենք 2 րոպե ժամանակ։ Ինչ կուզեիք այս հարթակից ասել, ընդ որում դուք անդրադարձաք վաղ շաբաթի ընտրություններին, ինչ որ այդտեղ ներգրավվածություն ունեք, որպես իրավապաշտպան, թե Ոչ, Տիկին Պետրոսյան, ես վաղ շաբաթի ընտրություններին առհասարակ ոչ մի տիպի չեմ ներգրավել, նույնիսկ եթե կհիշեք, ես ասացի, որ մեր թիմը քննարկում է Արգիշտի Մեխակյանին հարցազրույցի, բանավեճի հրավերելը, դա նույնպես չինականացրեցինք, որովհետև տարածաշրջանում կան բազմաթիվ եզդիներ, ազգային փոքրամասնություններ եւ ես չուզեցի առհասարակ ոչ մի տիպի լարվածություն նույնիսկ եզդի ընտրողների մեջ մտցնել, թե ով ում է ինչի համար։ Բայց միանշանակ խոսքս հղում եմ տարածաշրջանի ընտրողներին, ողջ ընտրազանգվածին։ Մեխակյան Արգիշտին չեմ ճանաչում, երբևէ չեմ տեսել, ինչպես նաև բոլոր թեկնածուներին գրեթե չեմ ճանաչում, բացի Խաչիկ Մանուկյանից, որովհետև միասին Խաչիկի հետ մասնակցել ենք ընտրապայքարի, բայց նույնիսկ նրան չեմ սատարում, որովհետև առհասարակ չեմ մասնակցում։ Ուղղակի խնդրում եմ բոլորիդ, նայեք թե ինչ տեղի ունեցավ ՔՊ-ի իշխանության գալու արդյունքում թե Արցախում, թե Հայաստանի տարածքների հետ կապված, եթե ձեզանից շատերը կասեն, որ մեղավոր էին նախկինները տվեցին Նիկոլին փաթեթ, որից նա չէր կարող, հիշեք մի բան, Նիկոլը ինքը հայտարարեց, որ սկսում է իր կետից նախկինների կնքած պայմանագրերն ու բանակցային գործընթացը իր համար առ-ոչինչ են եւ նա սկսում է իր սեփական զրոյական կետից։ Այսօր զրոյական կետից սկսել է պայքարը, ցավում եմ, բայց ցավով եմ ասում, որ ասում եմ, ինչպես Սերժին վռնդեցինք իշխանությունից, այնպես էլ կաթողիկոսին ժողովուրդ։ Եկեք հասկանանք։ Ընդհանրապես մեկ բան, արդյոք մեզ հարկավոր է ծիծաղի առարկա դարձնելու գործընթացին մասնակցենք եւ հայ առաքելական եկեղեցու հայրերին դարձնենք ծիծաղի առարկա ամբողջ աշխարհի հոգեվոր էլիտայի արչև, որովհետև այդպես է ցանկանում Նիկոլ Փաշինյանը եւ դրա արդյունքում ձեր ոչը Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին
կլինի հաղթանակը։ Էական չի ով կախտի, ինչ չի հետաքրքրում։ Այս բանին չեմ ասի ոչինչ։ Հետո բլոկ կձևավորեն, թե ով կգա իշխան, որպես քաղաքապետ եւ բան։ Գլխավոր է ոչ ասել Նիկոլ Փաշինյանի իշխանության Սա ձեր վերարտադրմանը։ ցանկությունն է եւ ոչ թե կոչերը։ Սա իմ ցանկությունն է։ Սա նաև եւ ասում եմ Աստված ջան, չթույլատրես Նիկոլ Փաշինյանի թիմի վերարտադրմանը։ Եվ ես իմ ասում դիմելը բարձրաձայնացնում եմ, որ ժողովուրդը նույնպես լսի։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Իսայան, մեր ժամանակը ավարտվեց, այնպես որ հետևենք զարգացումներին, հարկ լինելու դեպքում կրկին կհանդիպենք Ձեզ տաղավարում։ շնորհակալություն։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։